Բարև ձեզ բարեկամներ, Փակ TV-ին սովորականի պես ողջունում է իր բոլոր ունկնդիրներին։ Եվ քանի որ ինչպես ասում են, օրն էլ այսօր չորեքշաբթի է, ուրեմն հասկանում եք, որ մեր տաղավարում մենք պետք է հյուրընկալենք մի անձնավորության, ում դուք շատ այսպես հաճույքով մի սպասում եք։ Խոսքս աստղաբան, կառավարման հոգեբան Գայանե Սարգսյանի մասին է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, պարոն Գուշյան, բարև ձեզ, սիրելի հետևորդներ։ Ինչպես եք, պարոն Գուշյան։ Ես անկեղծ ասած այսօր մի տեսակ ոնց որ ճնշումի հետ խնդիր ունեմ, բայց դա չէ կարևորը։ Կարևորը այն է, որ դուք տաղավար եք եկել շատ թարմացած տեսքով, շատ հաճելի համակրելի եւ ամենակարևորը ձեր խոսքին սպասում են մեր հազարավոր ունկնդիրները։ Պատրաստ եք հերթական զրույցին։ Անպայման, մանավանդ ձեր նման վաստակաշատ հաղորդավար իմ կողքին է։ Միշտ հաճելի, այսպես հաճոյախոսություններ է անում։ Ինչի հաճոյախոս։ Ես ասում եմ ինչ որ կա։ Երբեք հաճոյախոսություն չեմ անում, հենց այնպես դրա համար հիմքեր են պետք, իսկ Գայանե Սարգսյանը եւ ընդհանրապես մեր բոլոր այն աստղաբանները, ովքեր մեզ հյուր են գալիս։ Տիկին Լուսիայի, հա, առաջնորդ։ Տիկին Լուսիայի դուք մեր շատ ցանկալի հյուրն եք։ Լավ, ինչպեսի կա, եթե կարելի է այդպես հարցը ձևակերպել, վտանգներ եւ հնարավորություններ, մենք սպասենք հունիսի վերջին։ Կարևոր մոլորակային դիրքավորումներ կան, դե արդեն մեր հետևորդները գիտեն, որ Յուպիտերը 2025 թվականի հունիսի 9-ից վերջապես մտնում է խեցգետնի կենդանակերպ, խեցգետինը ընտանիք, օջախ, հայրենիք, Յուպիտերը բարեկեցության, ընդլայնման, մեծ հաջողությունների մոլորակն է, տարբեր հարթակներ եմ հենց այստեղ, հենց իմ ալիքում խոսել եմ, ասել եմ, որ բարեկեցության ժամանակներ են գալիս, եւ ինչն էր հետաքրքիր, այն երկու տղաների դեպքը, որոնք սահմանը հատել էին, նրանք հետ են վերադարձել, կարծես թե Յուպիտերը իր առաջին այսպես շողերը, իր էներգիաներն է ուղարկում, հուսանք, որ խաղաղություն կբերի, գոնե 1 տարով Յուպիտերը խաղաղություն կբերի մեր հայրենիքին, մեր սահմանները եթե չընդլայնվեն, գոնե կարողանանք պահել, սիրելի հայրենակիցներ, աշխարհի որ մասում էլ գտնվեք, միևնույն է, Յուպիտերը խեցգետնի կենդանակերպն է, ճիշտ է, անհատական քարտեզներ, մենք յուրաքանչյուրս ունենք ոլորտներ, կյանքի տվյալ ոլորտում կունենանք բարեկեցություն, հնարավորություններ ընդլայնելու, շահույթներ ստանալու, բայց բոլորիս համար այն խեցգետնում է ձեր ընտանիքներում կլինեն հաջողություններ, դուք կունենաք երեխաներ, թոռնիկներ, բարեկներ, շատ վաղուց սպասված, ձկների մոտ է այն շատ խիստ արտահայտված լինելու, կույսերի մոտ է արտահայտված լինել, ձեր առաջնեկին կարող եք ունենալ, ձեր երազանքի բիզնեսը կարող եք դնել, խեցգետինը ինչ է, օջախն է, հայրենիքը, ուտեստներ, հյուրատնային բիզնեսը զարգացրեք, սիրելի հայրենակիցներ, ովքեր գտնվում են այն վայրերում, որտեղ նույնիսկ սահմանամերձ են, բայց այդ խաղաղությունը օգտագործեք, հյուրընկալեք մարդկանց, մեր հայկական, ես գիտեմ, որ արտերկրից Եվրոպայից շատ հյուրեր ենք ունենում, մեր հայկական կոլորիտը ապահովեք, մեր փախլավան թող անպակաս լինի սեղանների վրայից, այն բոլոր ուտեստները, որ գան, մեր այդ համ ու հոտը տուրիստի բերանում մնա, այդ բույրը, այդ մեր ծառերը, խոտերը, նրանք նորից մարդկան չեն, ես ցանկանում եմ, որ լիություն լինի բոլոր ընտանիքներում եւ կլինի առաջին դեպքը ես լսում եմ եւ արդեն իսկ շատերի կյանքում փոփոխություններ կան, դե տեսեք, ովքեր 3 երեխա ունեն, պետք է ունենան 4-ը, 2-ը շատ քիչ է, սիրելի հետևորդներ, ես իմ փորձից եմ ասում, 3-ը նորմալ, 4-ի դեպքում է 4, 5, հուսամ, որ մեր երկիրն է այնպիսի վիճակում կգտնվի, որ պատկան մարմինները կօգնեն այդ ընտանիքներին, նույնիսկ սոցիալապես անապահով ընտանիքները մի նեղվեք, ձեր բալիկը ծնվելու Յուպիտեր խեցգետնի կենդանակերպում, նրանք հեղինակավոր մարդիկ են լինել, նրանք վարելու են տնտեսությունը, մեր երկիրը, երկրի, այդ ազգի, համապատասխան բնակավայրի, այդ առաջադեմ մարդիկ են լինել, ուստի գնում ենք առաջ, ես ասել եմ ֆլեշմոբ եմ անելու, քիչ է մնում ցուցատախտակներ վերցնեմ եւ այդ ցուցատախտակներում ցույց տամ Իգորց հայ տղամարդիկ գնացեք առաջ
արդեն Մարսը կույսի կենդանակերպ է, կույսը գործն է, Մարսն է, տղամարդիկ են եւ սեռական էներգիաներն են։ Մեզ շատ զինվորներ են պետք Մարսը կույսում, դա այն մարդիկ են, որոնք ծառայության մեջ են, զինվորականներն են, որոնք արհեստավարժ են, որոնք ամեն մի մանրուքի տիրապետում են։ Սա դրական առումով, բայց նաև 25-ին հունիսի մենք ունենք նորալուսին, որը հենց դա է ասում, որ նորալուսինը Մարսի հետ դրական հարաբերություններ ունի եւ Սատուրնի հետ բարդ դիրքարում։ Ինչպես գիտեմ, ոչ միայն Սատուրնը, Նեպտունն ու Սատուրնը, արդեն իսկ Սատուրնը մայիսի 25-ից է գտնվում խոյի կենդանակերպում 2.5 տարի այն ձկների կենդանակերպում Նեպտունը մոտավորապես 11 թվից մինչև 2025 թիվը գտնվել է ձկներում, հետո 26-ից բավական ժամանակ մինչև 38 թվականը, որքան հիշում եմ, նա արդեն խոյում է գտնվելու։ Այ բարդ դիրքավորում է, ինչ բարդություններ կլինեն, ուշադիր եղեք, որ տանը մի փոքր մի հարցից Նեպտունը կարող է իրական պատճառել չլինել, բայց կոնֆլիկտներ լինեն տան մեծերի հետ, Սատուրն է, հա, տան մեծերը իրավամբ կարող են իրենց դիրքերը դնել, չզիջել, բայց սիրելի հետևորդներ, սիրելի ջահելներ, երիտասարդներ, դուք գիտեք, որ Սատուրնի այդ դաշտի մարդիկ նրանք կարծրացած են, հա, այդ սեղջուրի ոլորտն է, ավելի լավ է լռեք, ձեր գործը առաջ տարեք, միևնույն է ծերերի հետ գլուխ դնել, նրանց հետ խնդիրների մեջ մտնել իմաստ չունի։ Հետո իմացեք, որ Սատուրն է լինելու։ Սատուրնը գալիս է դաստիարակչական աշխատանքն անելու եւ թող ուշադիր լինեն նրանք, ովքեր ծնվել են խոյ, այնտեղ խեցգետին, կշեռք եւ այծեղջյուր կենդանակերպի ազդեցության տակ ծնվածներ։ Իսկ այդ հնարավորությունները, որոնք ես տեսնում եմ հունիսի վերջ եւ բոլոր աստղաբաններն են տեսնում, որտեղ մոլորակները բոլորի համար նույն դիրքերում են, աշխատանքային ոլորտում հաջողություններ կարող են ունենալ Մարսը կույսի կենդանակերպում, կարող եք տնայնագործական ինչ-որ բիզնես ստեղծել ամսի 25-26-ի մոտակայքում, 25-ի նորալուսն է, բայց 26-ին լուսին արդեն արևից առաջ է գնում։ Արհեստանոցներ, արվեստանոցներ, այնպիսի ասում եմ միանշանակ մի փոքրիկ անկյուն, մի փոքրիկ սենյակ կարող եք ստեղծել, որտեղ հայկական կոլորիտ կարող է լինել, ձեր ստեղծեք ձեր բույնը, դրանք թրջունների համար եմ ասում, այո, փոքրիկ այդպիսի մի հատված եւ ամբողջ տարվա մեջ հնարավորություն կունենաք ընդլայնելու ընտանեկան երջանկության, հայրենադարձության, երկիր վերադառնալու, երկիրը, տները, օջախները շենացնելու ժամանակահատված է։ Դա սկսում է հունիսի 25-ից եւ ողջ մեկ տարի այդտեղ կլինի։ Գանե մի հարց, որը հատկապես կանանց շատ հետաքրքրում է, ինչի եմ ասում, որովհետեւ նրանց ցանկությունը մեզ համար շատ կարևոր գործոն է։ Տեսեք, ինչպիսի զուգընկեր, կողակից, ամուսինի վերջո կուզենային ունենալ մեր կանայք, որ իրենց ավելի կոմֆորտ զգային։ Բավականին ակտուալ հարց տվեցիք պարոն Ղուշյանից, նախորդ հաղորդման խոսել էի Վեներայի մասին, թե տղամարդիկ ինչպիսի կնոջ են նախընտրում, ես խորհուրդ եմ տալիս սիրելի հետևորդներ այս հաղորդումը նայելուց հետո անպայման նախորդ հաղորդումը դիտեք, որովհետև այնտեղ եւ հոգեխոսքային զարգացման խանգարման եւ հապաղումների մասին եմ խոսում եւ նաեւ խոսում եմ թե տղամարդիկ ինչպիսի կանայք են ուտում, որովհետև կինը գալիս է խոսում է, վերջերս եղել է հանդիպում ինձ հետ, կինը ասում է, որ ամուսինս հոգնած է, ժամանակ չունի, նա գալիս է տուն, ուզում է հանգստանալ, բայց ես էլ չեմ ուզում ճաշ եփել, մենք հնարավորություն ունենք պարբերաբար դրսում վայելելու, պատվիրելու, ես նայում եմ ամուսնու Վեներան խեց գետնում է, նրան պետք է որ գա կինը էփի, թափի, Վեներան կոմֆորտի մոլորակն է խեց գետնում, բայց կինն էլ ասում է չեմ ուզում, նրա Վեներան էլ առյուծում է, նա ուզում է գեղեցիկ հագնվել, շպարվել եւ իր ժամանց անցկացնել առյուծի կենդանակերպ, մանավանդ որ լուսինն է լինում։ Այդտեղ սկսում է բալանսավորման խախտում, դուք ձեր ամուսնու ի սկզբանե դա պետք է լինել, բայց քանի որ լինում են դեպքեր, երբ սեքսուալ մոլորակները Մարսը դրական դիրքեր են լինում, նրանք անկողինը կիսում են եւ բավականին հաճելի ժամանակ են անցկացնում, բայց մնացած մոլորակները եւ լուսնի բարդ դիրքերը եւ Վեներայի բարդ դիրքերը խանգարում է համատեղ ընտանեկան կյանքը վարելու։ Ահա այստեղ է գաղտնիքը, ես հարցում ասում, գիտեք, քո ամուսինը հարգելիս այսպիսի կին է ուզում, ասում է ես չեմ կարող, բայց ինքը ինձ սիրում է,
ծիրում է, այնտեղ ուրիշ արդեն դեպքեր կան, ուրիշ մտերմության, ուրիշ դիրքեր կային, բայց դու իր պահանջմունքները պետք է անես։ Միայն անկողնով հարց չի լուծվի։ Հենց այդ հարցից ելնելով էլ ես ուզում եմ անդրադառնալ Մարսի դիրքերին, դա Մարսը կենսունակությունը արևն է, կամային որակները արտահայտելու մոլորակն է, յուրաքանչյուր կենդանակերպում գտնվելիս, մոտ 12 կենդանակերպում Մարսը կարող է տարբեր դիրքերում լինել։ Իմացեք Մարսը, որ նույն դիրքում հայտնվում է, նա ապտտվում է 12 կենդանակերպ եւ կրկին նույն դիրքում է լինում մոտավորապես 2 տարի մեկ։ Բայց այս տարի այսպիսի մոտավորապես վերջին 10 տարում այսպիսի շեղում եղավ, Մարսը նոյեմբերի 6-ի մոտակայքում մտավ առյուծի կենդանակերպ, նա հետագա ասեմ, որ սեպտեմբերի 4-ից մտավ Խեցգետին, նոյեմբերի 6-ին Խեցգետնից անցավ առյուծ, հունվարի 5-ին առյուծից նորից ընթացքով եկավ Խեցգետին եւ ապրիլի 18-ին վերջնականապես նա առյուծի կենդանակերպ մտավ, արդեն իսկ անցել է նա հունիսի 16-17-ի մոտակայքում արդեն կույսի կենդանակերպում է, բայց ինչեր եղան դուք պատկերացնեք եւ երեխայի դեպքը եւ այդ վթարը, որը տեղի ունեցավ ջահել աղջկա հետ եւ ամբողջ մեր ազգային ժողովում այդ խառը վիճակը, սև լուսինը կարիճում, կարծես կրակի վրա բենզին էր լցնում, Մարսը առյուծում, բոլորը իրենց կամային որակներն են ցույց եւ այդպես մինչեւ արդեն իսկ Մարսը կույսում, Վեներան ցուլում, կրքերը հանգստացել են, մենք անցնում ենք բնականon կյանքի, բայց եթե դուք կարողանում եք հաշվարկել ձեր քարտեզը, ապա կարող եմ ասել, որ Մարսի գիտեք օթևանը հանդիսանում է խոյի եւ կարիճի կենդանակերպերը, խոյում նա բավական ակտիվ, ագրեսիվ, այսպես բաց է, կարիճում նա այդքան ակտիվ է, բայց նա իր գործողությունները փորձում է թաքցնել ելնելով տարերքի առանձնահատկությունից։ Խոյում կանայք փնտրում են բավականին բարձր կամային որակներ ունեցող տղամարդկանց, նրանց երբեմն առաջնորդվում են սեռական բնազները, եթե բարդ մոլորակային դիրքեր են լինում, այդպիսի կանայք կռվազան են եւ հենց այդպիսի տղամարդիկ էլ քաշում են իրենց կյանք, եթե իրենք չփոխեն իրենց որակները։ Ակտիվ են իրենց գործողություններում, երբեմն ագրեսիվ են, բայց միևնույն է, նրանք բարդ տպավորություններ են ցանկանում։ Մարսը առյուծի կենդանակերպում կրակային տարերքում նա ավելի շատ ցանկանում է իրենց կյանք են քաշում, կրկին ակտիվ, բայց տվյալ դեպքում ես շատ եմ հանդիպում, ասում եմ, նարցիսների են հանդիպում, աբյուզիվ հարաբերություններ, այդ տղամարդիկ ինչպես Մարսը խոյում, այնպես էլ Մարսը առյուծում, նույնիսկ Մարսը կշեռքում, հարաբերություններում գերակշռում են կոնֆլիկտները։ Մարսը առյուծում, եթե դրական դիրքեր կան, կինը ձգտում է այնպիսի տղամարդու, որը վառ կերպարը, որին սիրում են, որը առանձնանում է իր յուրահատկությամբ։ Յուրահատկությունը ջերհոսն է, բայց Մարսը ջերհոսում ավելի էքսցենտրիկ է, առյուծում նա վառ կերպար է, նա կարող է փայլել աստղի նման։ Ասեցի, Մարս աղեղնավորում արկածախնդիր են, կարող են իրենց երկրորդ կեսին կողակից, զուգընկեր, երբեմն ամուսնու կերպարով են ընտրում այդ Մարսի դիրքը կենդանակերպում համընկնում է կնոջ իր ամուսնու կերպարը, բայց հիմնականում սեքսուալ պարտականություններն են իրենք կիսում եւ փորձում են փոխհարաբերություններ ստեղծել, բայց այդ փոխհարաբերությունը ի վերջո նրանք տանում են դեպի այդ սեքսուալ դաշտ։ Փաստորեն Մարսը աղեղնավորում ճանապարհորդում են, ակտիվ են, արկածախնդիր են, կծանոթանան օտարերկրներում ճանապարհորդելիս կամ օտարերկրացու հետ կկապեն իրենց կյանքը կամ գոնե փորձ կունենան այդպիսի։ Մարսը ցուլ այծեղջյուր եւ կույս կենդանակերպում հողի տարերքում մի քիչ ավելի պասիվ է, բայց այծեղջյուրի կենդանակերպում Մարսը խանդավառվում է։ Այդպիսի կանայք ընտրում են սոցիալապես բարձր դիրք ունեցող տղամարդկանց։ Ես հանդիպում եմ Մարսը ինչպես այծեղջյուրում, նաև կույսում նրանք լինում են զինծառայողները։ Մարսը այծեղջյուրում ավելի բարձր պաշտոններ են զբաղեցնում, քանի որ բարձր սոցիալական դիրքն է, նրանք ստրատեգներ են, նրանց հետ հաշվի են նստում։ Մարսը կույսի կենդանակերպում դրանք ծառայողներ են, կարող են բժիշկներ լինել, որոնք կտրտում են Մարսը։ Կան այնպիսի մարդիկ, մսագործների մոտ եմ հանդիպում Մարսը կույսում, երբեմն Մարսը ցուլում, նաև խոյում։
հա, այսպես բժիշկների մոտ երբեմն հանդիպել եմ հաշվապահական այդ ոլորտներում աշխատակիցների, նաև առողջապահական ոլորտ բնականաբար, այնտեղ տեսնում եմ, որ աղջիկը շատ կոնկրետ զբաղվում է հաշվապահությամբ, բայց պարբերաբար կոնֆլիկտներ ունի աշխատանքում։ Մարսը ցուլի կենդանակերպում կինը նախընտրում է նյութապես ապահոված տղամարդու, բայց երբեմն ֆինանսական խնդիրներ ունեն, որտեղ Մարսը հանդիսանալու խոյի եւ կարիճի ղեկավարը ցուլումնաթույլ դիրքեր ունի, դժվար է վաստակում գումարներ, իսկ եթե դրական դիրքեր են լինում, ֆինանսապես ապահովված, մանավանդ Յուպիտերի հետ դրական դիրքեր, նույնիսկ Սատուրնի հետ դրական դիրքերը չափավոր, բայց տալիս է նյութական ապահովվածություն։ Մարսը գտնվելով ձկներ, խեցգետին եւ կարիճ կենդանակերպերում, ձկներում այնտեղ որոշ հարթակներում ես հանդիպում եմ բարեկամական հարաբերություններ, բայց այդքան էլ համաձայն չեմ։ Կանայք նախընտրում են այնպիսի տղամարդիկ, մարդկանց երբեմն նրանց կողակիցը ամուսինը կարող է օգտագործել ալկոհոլ, նաև թմրանյութեր, այո, դուք թույլ տղամարդկանց եք երբեմն ընտրում, երբեմն ձեր մեղքը գալիս են այդ տղամարդիկ եւ դուք հայտնվում եք այդ վիճակում, բայց նաև կարող են լինել այնպիսի անձիկ, որոնք աշխատում են զինվորականներ են, բայց աշխատում են մանավանդ մեր տարածաշրջանում, քանի որ ծովեր չկան, բայց Ռուսաստան շատ եմ հանդիպում, որ ծովի հետ է կապված նավաստիներ են, նրանք ռազմանավերում են լինում, Մարսը ձկներում, ասում եմ, կախվածություններ են ունենում, ուշադիր եղեք եւ այնտեղ ռուսերեն են ասում բելեգարիա չկա, եթե համապատասխան լուսնի եւ մնացած Նեպտունի հետ բար դիրքեր են ունենում, անպայման այդպիսի մի հիվանդություն, այդպիսի մի բարդություն, բարդ իրավիճակներ է բերում Մարսը ձկներում։ Մարսը խեցգետնում կոնֆլիկտայնություն կտա ընտանիքում, խեցգետին ընտանիք է, կռվարար ամուսին եք ձեր կյանք քաշում, եթե մանավանդ կնոջ Մարսն էլ լինում է խոյում կամ կշեռքում, խոյում ընդհանրապես չի ներում, իրենք շատ լավ լուրջ կոնֆլիկտների մեջ են ներքաշվում, կշեռքի կենդանակերպում Մարսը խեցգետում էլի կրկին կոնֆլիկտային իրադրություններ չի ստացվում ամուսնությունը, ասում է ամուսինս գալիս է, գոռում է դրսից, մտնում է կոնֆլիկտներ են, մի ստից բանից կռիվ է սարքում, այո, այդպես էլ լինում է Մարսը խեցգետում։ Մարսը կարիճում բավականին ուժեղ է, իր կենդանակերպն է, նա մինչ այս տրանսուրանյան մոլորակների հայտնագործումը Մարսը եղել է կարիճի ղեկավարներից, սեքսուալ բարձր էներգիա, մեծ էներգիա, երկու դեպքում եւ Մարսը խոյում եւ Մարսը կարիճում այդ կանանց ես զգում եմ բավականին ակտիվ կենսակերպ են վարում, Մարսը խոյում մի քիչ ավելի այդպես բանը բավականին ինչպես որ կռվում են, հա, բռնցքամարտիկներ են կամ այն բարձր որակներ են եւ իրենք ի ցույց են դնում, իսկ եթե Մարսը Մերկուրու հետ էլ խոյում եղավ, շատ լեզվանիկին է, դրանք հիմնականում խնդիր են ունենում, ամուսնալուծությունն է, եթե արևներ եղավ, այդ երեք մոլորակները բարդացնում են այդ կնոջ կյանքը եւ ամուսնալուծություն կարող է լինել։ Կարիճի կենդանակերպում երբեմն զգում եմ, որ իրենց այդ սեքսուալ ակտիվությունը թույլատում են, բայց իրենք բավականին ակտիվ են եւ երբեմն իրենց ակտիվությունը եւ ուժեղ են լինում տղամարդկանցից եւ Մարսը խոյում եւ Մարսը կարիճում կանայք այդ կանանց հետ դժվար են տղամարդիկ փոխհարաբերություններ ստեղծում։ Հաջորդ վերջին կենդանակերպը Մարսը երկորակ ջրհոս եւ այդտեղ կշեռքի համար բարդ է, որովհետև հարաբերությունները խանգարում է Մարսը, բայց եթե դրական դիրքեր են լինում, մարդը կենտրոնացած է անդադ նոր հարաբերություններ ստեղծելու, զուգընկեր է փնտրում, տղամարդն էլ կրկին կարող է փնտրել, նրանք փնտրտուքների մեջ են, ակտիվ շփումների մեջ են, եթե բարդ դիրքեր են, Մարսը հստակ խանգարում է անձնական կյանքը դասավորում։ Մարսը ջրհոսում բավականին ակտիվ են, էքսցենտրիկ են, այդպիսի կանանք, ոչ սովորական տղամարդկաց են իրենց կյանք քաշում, այդ տղամարդիկ լինում են գյուտ արարներ, կանանց մեջ էլ կա այդպիսի գիծ բնավորության եւ այդպիսի հմտություններ, ներուժ, ոչ սովորական տղամարդկանց, նրանք թրջում են տիեզերք, նրանք օդաչուներ են, տիեզերագնացներ են, ոչ սովորական հարաբերություններ, երբեմն տրանսգենդերային խնդիրներ է տալիս մանավանդ եթե տղամարդկանց մոտ է։ Եվ Մարսը երկվորյակում ակտիվ շփումներ, երբեմն կոնֆլիկտայնություն, փոքր տարիքում կռվում է Մարսը երկվորյակում, եթե ասում են, որ ասում են, եթե լեզվի մրցույթ լինի, առաջին տեղը կլինի, ակտիվ հարվածներ են հասնում, մենք վառ օրինակը միշտ վերում եմ Ժիրինովսկին է, որ է Մարսի
Մարսը երկօրյակում էր, բարբերաբար կոնֆլիկտների մեջ էր մտնում, երբեմն ձեռքերով էլ հարվածում էր։ Այսքանը Մարսի դիրքի համար, սիրելի հետևորդներ, սիրելի կանայք, հետևություն արեք, տեսեք ձեր նախասիրությունները կամ ձեր նախատրամադրվածությունը ձեր երկրորդ կեսի հանդեպ ինչպիսին է, արդյոք դուք բավարարում եք ձեր երկրորդ կեսի այդ պահանջմունքները, իսկ եթե ոչ, պետք է փորձեք հարմարվել, չնայած ձեր սկզբնական եսին, ձեր այդ նախասիրություններին կարող է խանգարել։ Ինչևէ, փորձեք երջանիկ լինել ծերի հետևորդներ, որտեղ Յուպիտերը արդեն խեցգետնի կենթանակերպում է։ Գանը դե հաղորդման վերջնամասում ես կարծում եմ ժամանակն է անցնելու աստղաբանական քարտեզներին։ Ընտրեմ։ Ես արդեն պատրաստ եմ։ Պատրաստ եք։ Այո։ Սարգիս Մխիթարյան ծնվել է 2007 թվական սեպտեմբերի 22։ Ահա, դիտարկենք քարտեզը առաջին իսկ հայացքից, ահա տեսնում եմ Մարսը երկօրյակում, Արևը կույսում, Պլուտոնը աղեղնավորում։ Ես կարծում եմ, որ երեխան սովորելու հետ խնդիր ունի։ Դպրոցական տարիքում էլ կոնֆլիկտներ կարող է լինել։ Կոնֆլիկտները դասարանցիների հետ սիրած աղջկա համար կարող են լինել։ Իսկ այստեղ եթե դիտարկում եմ, աշխատանքում խնդիրներ կունենա, եթե չստանա բարձրագույն կրթություն եւ հնարավոր է պրոֆեսորադասախոսական կազմի հետ էլ խնդիրներ լինեն։ Այսպես լավագույն աղջկան է սիրում, ընտրում։ Եթե կարողանաք նրա համար ապահովել այդ կրթության ոլորտը, լավագույն բուհերը պետք է ավարտի։ Հայաստանում էլ այդպիսի բուհեր կան, չեմ ուզում առանձնացնել, որոնք նաև արտասահմանյան, որոնք արտերկրի հետ կապ ունեն, որտեղ դասավանդվում է օտար լեզուներով։ Այդ լավագույն բուհերում, եթե կարողանա նա սովորել, իմացեք, որ իր կարիերան է ապահոված։ Ճկուն է, բավականին ճկուն է հարաբերություններում, կարծում եմ, որ ֆլիրտներ է անում աղջիկների հետ։ Եվ ազատ հարաբերություններ, իր մայրիկը սիրում է աստղաբանություն, ինքն էլ ընկերասեր տղա է, ոչ սովորական, առանց ընկերների իր կյանքը չի պատկերացնում, նաև իր հաջորդ ոլորտը, որտեղ ակտիվություն կարող է ցուցաբերել եւ հաջողությունների հասնել, դա ՏՏ ոլորտն է, IT ոլորտ, back-end կա եւ front-end, front-end-ը կարող է ընտրել, որտեղ այստեղ ես տեսնում եմ Նեպտունը ջերհոսում ավելի շատ ձևավորում է, գունավորում է, հա, այդ հարցով ձեր երեխայի մեջ պետք է խիղճը արթնացնեք, ինքը բավականին սկեպտիկ է, հետագայում կա, եթե լավ մասնագետ դառնա եւ դրա նախադրյալները կան, եթե բարձրագույն կրթություն ստանա, հնարավոր է հենց իր բիզնեսը ունենա, կարող է աշխատել առողջապահական ոլորտում, բժշկել կարող է լինել, բայց եթե նա բժշկել, նա պետք է հաջորդ դաշտը, հաջորդ ոլորտը լինի դեղագործությունը, լաբորատորիաներում աշխատի, փորձեր կատարի, հա, իր այն ներուժը, այն ամեն ինչը կուտակվել է բժշկության այդ դաշտում, պետք է տեղափոխվի դեպի փորձագիտական դաշտ, լաբորատոր այդ փորձաքննությունները շատ կարևոր կլինի եւ նա պետք է առաստված հավատք ունենա, կարծում եմ, որ ունենա, որպեսզի իր աղոթները տեղ հասնեն եւ իր կյանքում հաջողություններ ունեն։ Միշտ չպետք է բացառի վերին ուժերի առկայությունը մեր կյանքում։ Հաջորդ մեկն էլ ունենք, պարոն Հուշյան, ու վերջացնենք։ Մարլենա Երանոսյան, 11 թիվ, հունիսի 13, ահա։ Ձեր երեխան անպայման պետք է բարձրագույն կրթություն ստանա, բարձրացող հանգույցը աղեղնավորում է, ճանապարհորդի։ Ես տեսնում եմ, որ երկօրյակ է, խոսքի վրա պետք է ուշադրություն դարձնեք, կարող է, որ խոսքի հետ կապած խնդիրներ են եղել մանկության տարիքում, բայց թող չշատախոսի, հա։ Այդտեղ հնարավոր է դպրոցի այդ նախնական կրթությունը, մասնագիտական կրթություններում հաջողություն ունենա, բայց դժվարություններ ունենա բարձրագույն կրթություն ստանալիս։ Ֆինանսաբանկային ոլորտն է երեխայի մոտ, աուդիտոր կարող է լինել, ֆինանսիստ կարող է լինել, նաև իր գործունեությունը կարող է ծավալել առանձին ընկերություններում, մասնավոր ընկերություններում եւ նաև ինքը կարող է ստեղծել այդ ընկերությունը եւ պետական ադմինիստրատիվ համակարգում, օրինակ
նախարարությունը, ֆինանսների, էկոնոմիկայի նախարարություն նա կարող է աշխատել կամ յուրաքանչյուր ընկերությունում, որտեղ պետք է մատուցվի ֆինանսական ծառայություններ, կարծում եմ, որ մայրիկի հետ կոնֆլիկտային հարաբերություններն են, երբեմն մայրիկին չի լսում, ճգնաժամեր են լինում կամ գումարներ շատ է ծախսում, կունենա այդպիսի հակումներ։ Լուսինը կարճի կենդանակերպում միզասեռական օրգաններից ուշադիր եղեք, եթե բժշկություն ընտրի, նա կարող է ընտրել հենց այն ոլորտը, այդպես եղել էր ճգնաժամային իրավիճակների այդ բոլոր հարակից ոլորտները, քան որ Լուսինը կարիճում է, որպեսզի չմնա տունը, կոնֆլիկտներ չունենա առաջին է մայրիկի հետ, հետագայում Մարսի հետ, դա կողակից ամուսին, որ այդ էներգիան նա կարող է այդ թեժ իրավիճակներն ուղակի վատնել, գալ տուն ու հանգստանալ, կարող է աշխատել վերակենդանացման բաժանմունքնում կամ այդ 911-ը կամ այն դաշտերն են, նմանատիպ ծառայություններ արտակարգ իրավիճակների բարձրություններն ինքը կարող է աշխատել եւ նաեւ ֆինանսի հետ, կտակի հետ կապված բոլոր այդ դաշտերը առողջապահական համակարգ եւ ստրախովկի հայերեն ապահովագրական այդ բոլոր ոլորտները, որտեղ իր գիտելիքներ կարող է ցույց դնել։ Լավ, այսօր այդքանը։ Այո, այսօր այսքանը։ Շնորհակալ եմ, սիրելի բարեկամներ, աստղաբան կառավարման հոգեբան Գայանե Սարգսյանն էր հերթական անգամ մեր տաղավարում եւ իհարկե մենք միշտ հաճույքով սպասելու ենք նրան մեր առաջիկա հաղորդումներում եւս։ Իսկ այսօր այսքանը։ Ցտեսություն։